Ժողովուրդ ջան, շատ շնորհակալություն եմ խնդրում, որ իմ խնդրանքս, չգիտեմ ուրիշների խնդրանքը կատարեցիք, ոնց չեմ թերթում, Արցախ երաժշտությունն եմ տեսնում։ Կամերամ ռազմավար նախառնվել, ես իրան բլոկ եմ դրել, որ իմ էջից չկա։ Բայց որ ուրիշների են պատասխանում են, այդ գալիս է հիմա բանարել, ասում է Армяне танцуют не под музыку, а Геворкяна, а танцуют под песню Մուսլիմա Մագամաևա, ուրեմն Արցախի երեխեքի պարն եմ միացնում Արցախի մի երգը, հետո ուրիշ երգ, ուրիշ երաժշտություն, որի տակ Մուսլիմ Մագամաևն է երգում, հետո նենց հայկական տառ կար այդ երգի մեջ Մուսլիմ Մագամաևը Արնո Բաբաջանյանի երգերն է երգել մեծ մասամբ, այդ Արնո Բաբաջյանի երգերից էր հաստատ երաժշտության մեջ անգամ հայկական տառ կար, ու գիտեմ, որ արդեն թուրքերը գժվել են մտոյից, շատ շնորհակալություն ժողովուրդ ջան, շատ արդեն դուք տեսնում եք ոնց է խապում, լրիվ ուրիշ երաժշտություն, ուրիշ ինստրումենտներով նվագ էլի, ցույց է տալի մի կողմը մերոնք պարում են Արցախի տակ, մյուս կողմն դրել է Մուսլիմ Մագամաևի երգում միայն երաժշտությունը, բառերը չէ էլի, բառերն էս հայտնի երգեր, կասեի հիմա որ երգն է, ու Արնո Բաբաջանյանն էր հաստատ, դրանք իրանք հետ են միշտ համագործակցել Մուսլիմ Մագամաևը ու Արնո Բաբաջանյանը, սա երգեր համար թե Արնո Բաբաջանյանը ինքն է երգել, շատ շնորհակալություն երեխեքի համար, երեխեքները զգում են այդ պատժկան, ավարտում են միշտ ձերքով հայերեն են փորձում խոսալ, չեն կարողանում, որ ասեմ թվանշանները տեսա առաջի ելույթից հետո ավելի շատ էի սպասում, երեխեքը լավ էին անում, տուլուպը լավ էին անում, կիսա պիրուետ արեցին, շատ լավ էին անում, ես որ 70-80 թվերին եմ նայեր ֆիգուրնա կատանյա, հիմա երկար ժամանակ չեմ նայեր, շատ առաջա գնացեր, իմ համար այդ գլուխգործոցեր երևի հիմա ավելի լավեր կան իրանցից, բայց տոդսներ շատ լավ է աղջիկի իջավ, դրոժնը երեխեքին էլ զգացվեց, ես այն 70-80 թվերին, երբ ես նայում էի ֆիգուրնա կատանյա, ես զգում էի, որոնք շատ դրուժնի էին, դրանք համ դառնում էին չեմպիոններ, համ էլ վերջում ամուսնանում էին, ես նկատեցի, որ այս աղջկան որ գցում է, որ տրայնոյ բանանի, 3 անգամ օդում ֆրա կանգնի ու սենց նայում է կանգնեց, չկանգնեց, հոգատարություն այդ զգացվեց էլի, եթե ինձ թվում է իրանք առաջ տեղը կգրավեն, ինձ թվում է կգրավեն առաջ տեղը, եթե չգրավեն իրանք լավ ապագա ունեն ու մտածում եմ այն դրուզնի զույգերից են կարող է և ամուսնանան, տեն զույգերի միշտեր ամուսնացել են, հիշենք Իննա Ռնյանային, Ալեքսանդր Զայցևին, Լյուդմիլա Պախոմովային, Ալեքսանդր Գաշկոյին, հիշենք Կլիմովա Պանամարենկա, այն ովքեր տենց դրուժն էին, նրանք ամուսնանում էին, հաստատ, չգիտեմ, ստեղ ես զգացի, որ հոգատարություն կա, ես հիշում եմ Պանամարենկան Կլիմովան ոնց էին պարում, չգիտեմ, ոնց որ Կլիմովան Պանամարենկայի ձերքին մի հատ կուվշն կա լիներ, որը պրիպադնասից էր անում, անդադն գեղեցիկ էլի, միշտ հայացքը ստացվեց մոտը լավ արեց ուշադրությունը այդքան իր կատանյայի վրա չէր, ինչքան բանի այդ Մարինայի վրա էր, իսկ կային էլի, որ նայեք տենց էր Բիստիմյանովը բուկին, որ չամուսնացան է տենց Բիստիմյանով գժավարի մենակ պարում էր, բանմանը զգացվում էր, որ երկրորդ տեղը միշտ երրորդ տեղը գրավեցին, շատ ծիծաղացնում էին, շատ լավ ելույթներ էին ունենում, շատ ծիծաղացնում էին, բայց տենց էր առաջի տեղը չգրավեցին, ամեն մեկը ոնց որ պարում էր իր համար, Բիստիմյանովը որ գժություն էր անում, էլ դուսուս էլի,
Ինքը Իգոր Բոբրինի հետ ամուսնացավ։ Իգոր Բոբրինն է շատ ծաղացնում էր, բայց երկրորդ տեղից չեմպիոնատ մира Եվրոպա բանման ամենտեղ երկրորդ տեղն էր, առաջ տեղը ոչ մի ձև չէր կարողանում բարձրանալ, միշտ ինչ-որ մեկը գալիս էր երկար զբաղվեց չմուշկով, բայց ինչ-որ մեկը գնում է, մյուսն էր գալի, հետո թռչկով առաջ տեղներում ինքը մնում է երկար տարիներ երկրորդը։ Լավ զույգ էր, ես որ նայեցի, լավ էին պարում շատ։ Շատ ես որ 80 թվերից հետո չէի նայեր, ոչ մի պար շատ առաջ է գնացել։ Թվանշանները կարային ավելի լավը լինեին, տեսնենք, ուրեմն ամսի 15-ին 20:45 Երևանի ժամանակով իրանց ելույթն է։ Շատ շնորհակալ եմ, ոնց չեմ թերթում, էդ երաժշտությունն եմ տեսնում։ Ադրբեջանցիները գժվել են։ Դե պարզ մերոնց հոգեբանական ճնշում ուզում են կատարեն, մերոնց անդադար ինչ-որ անկապ բաներ գրեն, գրում են, նենց չի հետ մնում, ատեն Քամրամն անդեղ խառնվել, խոսում են, գրում են, ոչինչ մենք ավելի շատ ենք այդ ամենը անում։ Երեխեքներ մերը զգում են, միշտ հայերեն բարևում են, միշտ երեխան լավ չի խոսում հայերեն հայը, բայց բարև բան ստարается вовсю ինչ-որ բան ասել հայերեն, մեկը հայը հոգով հայ է այդ երեխեն, ինչ-որ այա, այդ երաժշտություններ հենց նենց ընտրված չի իմ կարծիքով, այդ երաժշտությունը ինչքան գիտեմ Յուլիա ինչ էր, Одиночница կա, ինքն է դրա տակ այդ երաժշտության տակ պարում ու հաջողություն բերեց իմ կարծիքով, Այս միրավոյ սայվնավանյաններում բանում, Եվրավիդենիայում բան, միշտ տենց երկրները, որոնք տուժվել են, այդ երկրի ներկայացուցիչները հաղթում են։ Իսկ այս Արցախով, որ այս Արցախը ասենց շուխուր հանեց, բոլոր երկրների բանում, այդ Օլիմպիադայա բոլոր երկրներից կան մարդիկ, ներկայացուցիչներ, բոլորը խոսում են, հենց հայտարարում են այս համարը, երաժշտության մասին խոսում են, որ ասենց տարածք ա եղել, որը օկուպացրել են, որ տարածքի մասին երգա եւ թուրքերը սենց են անում, հայերն հենց են անում, հենց որ ներկայացնում են եւ գովազդում են, ներկայացնում են եւ Արցախը եւ մեր պատմությունը, մեր Հայաստանը։ Օլիմպիադայի ժամանակ, որ լեզվով որ եկես չեն զանգում, ինձ ասում են, որ հա մեր դիկտորը պատմեց, որ երեխեքին տենց ճնշել են, որ Արա Գրիգորյանի ցուցություն են ուզել այդ երաժշտության համար, որ երաժշտությունը դատի են տվել այդ երաժշտության համար, ուզեց են թվում ադրբեջանական ամեն ինչ ես գիտեմ, ինձ արտերկրից պատմում են։ Բոլոր դիկտորները իրանց լեզվով, իրանց երկրացիների համար հենց հայտարարում են համարը եւ պատմում են այդ։ Հենց որ երեխեքը նաեւ գովազդեցին մեր Արցախը։ Ու ասում եմ Ժորժան տենց էր պահեք, տենց է թողի ջերում մնա, ավելացրեք, որտեվ ասում եմ թուրքերը գործի են անցել, ինչ ասես թե մեր երեխեքին չեն գրում։ Ինչ ասես թե չեն գրում, ինչ վիդեոներ ասես թե չեն հանում, մեր երեխեքին մեր պատժական պետք է, ու զգում ես, որ բան են անում, հայերեն խոսում է, ժպտում է, որովհետև Հայաստան իրան նայում է, Հայաստանին հայրենիքին է շպտում, հայերեն է խոսում, կիսատ պրատ, ձերքով անում, գիտի, որ Հայաստանը ուրախանում է, Հայաստան իր հետևում է։ Լավ, շնորհակալություն, որ ամեն ինչ արեցիք, ոչ չեմ թերթում, այդ երաժշտությունն եմ, ինչ չեմ անում, այդ երաժշտությունն եմ լսում։ Մի հատ տենց երգ կար, բան էդ, երեքա տղամարդ էին երգում, Նոտրդամ, երեքա տղամարդ էին երգում, բան Նոտրդամի մասին էր, Կվազիմոդան է երգում, են երկու զինվորու են երեքն են երգում, միշտ երեք տղամարդ գալիս են, առաջի անգամ լսեցի, ասեցի, ինչ լավն է, երաժշտությունը ինչ լավ երգ է, հետո ինքան էին կատարում, որ հիմա ատին լսել չեմ կարողանում այդ Նոտրդամը։ Բանի մասին են, աղջկանը ոնց էր, մտարով էր, են ցգան կա, որ պարում էր։ Երեք տղամարդ տարբեր խավի սեր էին բացատրվում այդ ցգանկային, ոնց էր այդ աղջկա անունը, մոռացել եմ, արդեն անգամ չեմ լսել, որտև նա դա էլ է եղել, ասում է լավնա, Կվազիմոդան, պատմությունը գիտե, Կվազիմոդան զինվորը, լավ չմոռացել եմ, անգամ չեմ լսել, մոռացել եմ,
Այնքան եմ լսել հիմա այս Արցախը, ես այդ նույն ձև հոգնեմ, տարիներով չլսեմ։ Լավ, դրեք, անդադ թող մերը թուրքերից շատ լինի, որ երեխեքը ինչքան կարդում են թուրքերին 10 անգամ այդքան շատ կարդան հայերի գրածը, պարում են շատ լավ, տոդս իջնում են շատ լավ, կիսա ինչ-որ պիրուետի նման բան արեցին վերջում, կիսա պիրուետի նման ինչ-որ բան արեցին, շատ լավ մաքուր արեցին, տոդսը լավ իջան, լավ են պարում, շատ լավ են պարում։ Չգիտեմ, թվանշաններից այդքան գոհ չէին, այդքան էլ մեծ չէ, հիմա ուրիշ ձև է թվանշանները, միանգամից սումման էին անում, առաջ մի արբիտրի բանը, թվանշանը գրում էին, բան էի հասկանում, 6-0-ն ամենաշատն էր, հիմա բան չեմ հասկանում, ինչ-որ թիվ գրեց, երեխեք այդքան չուրախացան եւ ավելի շատ են սպասում, դե նայենք, ամսի 15-ին Երևանի ժամով 20:45 իրանց ելույթն է։ Մի հատ է կանադացի, ձեզ ասեմ, մի հատ կանադացի տղա առաջի տեղն է գրավել, պարել է Արարատ երաժշտության տակ, հայկական երաժշտություն Արարատ ֆիլմի սաունդթրեքն է եղել, պարել է ու գրավել է առաջի տեղը։ Էլի շնորհավորում եմ մեզ։ Հենց որ մեր երաժշտությունը դուր է գալի ամբողջ աշխարհին։ Հաջողություն ձեզ։